Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը հունվարից չկողմնորոշված էր խորհրդարանի առաջիկա ընտրությանը մասնակցելու հարցում։ Հիմա արդեն քիչ թե շատ կողմնորոշվել են։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշել են ընտրությանը անմիջական մասնակցություն չունենալ։ Հայտարարությունը հանրապետականը հրապարակել է կուսակցության Facebook-ի պաշտոնական էջում։ Արդյոք սա նշանակում է, որ հանրապետականը միանալու են դիմադիր որևէ ուժի? Ապրիլի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը ասել է. կներկայացնեն առաջիկայում։ Մենք շատ ավելի լայն կոնտեքստում կներկայացնենք մեր մոտեցումները եւ այդ որոշման եւ մեր հետագա անելիքների մասին, այդ թվում որպես կուսակցություն։ Իրենք պետք է այսպես թե այնպես ինչ որ ձևով այդ ընտրություններում մասնակցեն։ Սերժ Սարգսյանի դեմքով ես հուսամ, որ նրանք դա հասկանում են, նրանք դա չեն անելու, որովհետեւ դա բոլորովին անհեռատեսական իրողություն է, այսինքն ստե որևէ հեռանկար չկա, հիմա փորձելու են տարբեր անուններով, տարբեր տեղերով գնալ եւ իրենց տեղը ապահովել խորհրդարանում։ Այսինքն հանրապետականը փորձում է դիրքավորվել այնպես, որ խորհրդարան անցնելու շանսեր ունենա, ասում է Ստեփանյանը։ Հիշեցնում պատիվ ունեմ այդ հնարավորությունը չուներ 2021-ի արտահերթ ընտրություններին, խորհրդարանում հայտնվեց օրենքի 3-րդ ուժի ներկայության պարտադրանքով։ Քաղաքագետն էլ չի բացառում, որ Սարգսյանն իր ղեկավարած ուժով կհանգրվանի ռուսաստանցի գործարարի կուսակցությունում։ Չնայած որ Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը հայտարարություններով փորձում է տպավորություն ստեղծել, որ իրենք նախկին իշխանությունների հետ որևէ առնչություն չունեն եւ չեն պատրաստվում նրանց հետ միավորվել։ Նարեկ Կարապետյանի հայրը Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Այն ժամանակ ՀՀԿ-ն եղել է իշխանություն, Սամվել Կարապետյանը եղել է խոշոր բիզնեսմեն, որը Հայաստանում ներդրումներ էր անում, եւ նրանց համագործակցությունը իրավիճակային է եղել։ Ես չեմ կարծում, որ այստեղ կարող էր այլ կերպ լինել։ Մենք կարող ենք պնդել, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր հնարավորություններով եւ ուժերով փորձում է լինել ռուսամետ։ Փորձում է իրեն դիրքավորել այնպես, որ Մոսկվայում հասկանան, որ իրենցն են, մենք ձերն ենք, իրենք դա են ասում։ Հանրապետականի լրությունն այն ժամանակ, երբ օրինակ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ ասում էր պատրաստ են միանալ ռուսաստանցի գործարարի ուժին, կապված էր հենց այն հանգամանքով, որ հանրապետականն իրականում փորձում էր հասկանալ, թե որ ուժն իրենք ընդունի, նկատում է Ստեփանյանը։ Նա չի բացառում նաև, որ գուցե ՀՀԿ-ն իր ներսում էլ ունի որոշակի խնդիրներ, հակասություններ։ Այդ պատճառով էլ նախկին հանրապետականները միավորվում են Սամվել Կարապետյանին։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների ուժեղ Հայաստանին է միացել 26 ՀՀԿ-ական։ Կարկառուն ներկայացուցիչներից է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նրա եղբայրը Հակոբ Բեգլարյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, այդ թվում վաղաշաբաթ համայնքի թիմ ընտրություններում Մայր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարով ներկայացած Արմավիրի մարզի Ծաղկուն գյուղի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը եւ այլք։ Սամվել Կարապետյանին աջակցելու մասին հայտարարել էր նաեւ նախկին վարչապետ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը։ Իրենք իրենց ծառայություններն են առաջարկել Սամվել Կարապետյանի ուժին եւ Սամվել Կարապետյանի ուժը ուտնել է, որովհետեւ գիտի, որ այս մարդիկ ձայներ բերող են։ Նեղ շրջանակում, իրենց շրջանակում, բայց ձայներ են բերում, ինչ որ էլեկտորատ ունեն, չգիտեմ ինչքանով է տեղին իրենց ընտրողներին էլեկտորատ անվանել, բայց այնուամենայնիվ, էսա տրամաբանությունը եւ դրա համար էլ նրանց ընդունել են։ Ինչի ուրիշներին չեն ընդունել, իրենց են հենց ընդունել, որ ոչ թե դրա համար, որ իրենք ինչ որ մեծ քաղաքական գործիչներ են, ինչ որ մեծ ավանդներ ունեն Հայաստանի Հանրապետության կայ։ Իրենք էլեմենտար եւ տրիվիալ ձայներ բերող մարդիկ են։ Ամեն ինչ շատ պարզ է եւ հասկանալի։ Ամեն մի մարդ ունի իր գներեք արտահայտության համար քաղաքական հետքը։ Որն է այդ քաղաքական հետքը։ Ընտրությունների ժամանակ իրենց տեղերում, մեկը Գազպրոմում, մեկը ասենք կենտրոնում, որտեղ նա ապրել է, ձայներ է հավաքել։ Այսինքն այդ մարդը ունի կապեր, այդ մարդը ունի ինչ որ X չափի հեղինակություն ինչ որ շրջանակներում։ Այդ մարդու խոսքը լսելի է ինչ որ X մարդկանց համար, որոնք ձայներ են հավաքելու։ Այն հին բարի մեթոդներով վախացնելու են, փորձելու են վախացնել, փորձելու են գնել, փորձելու են խոստումներ տալ։ Սամվել Կարապետյանին ՀՀԿ-ն սատարում էր նաև 2025-ին, երբ Կարապետյանը Մայրաթոռի բակում իշխանազավթման կոչ էր արել։ Այդ ժամանակ հայտարարությունը հրապարակել էր Էդուարդ Շարմազանովը։ Ստեփանյանը հիշեցնում է նաև, որ ընտրություններին միասնություն դաշինք անվանումով մասնակցող Արման Թաթոյանը եւս կապ ունի Սերժ Սարգսյանի հետ։ Թաթոյանը Սարգսյանի տարիներին եղել է մարդու իրավունքների պաշտպան, արդարադատության փոխնախարար։ Թաթոյանը գործակցություն է սկսել Հայ-ԱՔՎ-ի հետ։ Արման Թաթոյանը դա ՀՀԿ-ի պրոյեկտն է, դա բոլորը գիտեն ներքաղաքական դաշտում,
Ես չգիտեմ ինչու է պարոն Թաթոյանը փորձում այդ փաստից դիստանցիա պահել, երևի թե ակնհայտ պատճառներ կան։ Ես չեմ բացառում, որ բացի ձեր նշված ուժերից կան այլ քաղաքական ուժեր, որոնց յետևում նորից ՀՀԿ-ն է։ Չեմ կարող դա պնդել, ինչպես Թաթոյանի դեպքում, բայց չեմ բացառում դա։ Զարմանալի բան այստեղ չկա։ Այդ Սպուտնիկ կուսակցություններով գնալ ընտրությունների դա նոր բան չէ։ Մանավանդ Սերժ Սարգսյանի անձնական, այսպես ասած, բեքգրաունդում։ ՀՀԿ-ն պատրաստվում է ապրիլի 4-ին տեղի ունեցող համագումարին նաև այլ մանրամասներ ներկայացնել։ Մինչև այդ ըստ Ստեփանյանի կախված իրենց անձնական ու քաղաքական շահերով կարկառուն ՀՀԿ-ականները գուցե շարունակեն աջակցել ու հայտնվել Սամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցությունում։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, Լուրեր։